պետք է խոսանք։ Երեք լավ խոսակցություն չէ լավ։ Երկուսս էլ տակ էինք։ Այն մանր-մունր բաների վրա շատ ենք ուշադրություն դարձնում։ Բայց անցյալն էլ պետք է չմոռանանք։ Այս ջահելների մոտ անցյալը չի մոռացվում, Սեթո։ Ուղղակի երեք շատ բան հասկացա։ Ես էլ։ Ես հասկացա, որ արդեն Տարիք Սիրանն ասում է։ Դուք ջահել եք ձեր կանոններով, ձեր օրենքներով, բայց ինձ էլ չպետք է մոռանաք։ Սեթո, ամեն տեղ չի, որ ուժը աշխատում, հա ես ընդունում եմ ուժը, բայց ամեն տեղ ու ամեն անգամ չի, որ լավն է։ Հա, երևի ճիշտ ես, մեծացել եմ, ես հին մարդ եմ, հիմիկվա ջահելների հետ չեմ կարող համակերպվել, անցած լինի, մենք լավ ենք եղել իրար հետ։ Հասկացեք ես Սեթո, բայց առանց չոր մեթոդների։ Հասկացակ ես, կարանք ամեն ինչ էլ պայմանավորվենք, ուղղակի չեմ ուզում այս ջահելների մոտ, ես ու դու։ Անցած լինի։ Աբել, ես չեմ ուզում քո հետ չորով մտնեմ, դու իմ տղեն ես։ Սեթո։ Ուղղակի այդ Արսենն էլ, թազը ջահել է, խամը։ Սեթո ունեմ պետք է ցածրացնեք թավանի տակ մտցնեք, որ գնա կախվի։ Խեղճ է, մարդ է։ Ինչ էլ մեղ կա։ Այն գերոշն է պրտե։ Սեթո մեզանից ոչ մեկ, ստեղ հենց նենց չի։ Ամեն մեկի սուսերին էլ մի հատ բեռ կա դրած։ Սաղսե ազատության մասին են երազում։ Դու լավ գիտես, ես 12 տարեկանից ռեշոտկի հետևն եմ։ Տեսածս պատկերացնում ես։ Սաղ օրենքներին էլ ծանոթ է։ Բայց այս աշխարհում կան բաներ, որ ոչ մի օրենքի չեն տրվում։ Ինչ եք ուզում։ Որ մորը գնան ասեն տղեն էլ չկա։ Դու գիտես ինքդ ես ինչի միջով եմ անցել Սեթո։ Այդ իմ համար դժվար է։ Եթե նույնիսկ տականք է, այդ տականքն էլ մեր ունի։ Ու եթե տականքը մեռնի, այդ մորսիերտը կանգնելու է։ Չեմ ուզում երկար բարակ քեզ բան բացատրեմ Սեթո։ Ինքդ էլ շատ լավ հասկանում ես։ Մենակ մի բան կասեմ։ Արսենից հեռու։ Ես եմ իր համար պատասխանատու։ Արմինե ջան, ինչի համար է իր այդ գումարը դպրոց բերում։ Բայ միս Մանուկյան, ես էլ հենց այդ եմ ասում։ Լիկա դու լռի, հա մի րոպե։ Միս Մանուկյան, պետք է այսօր գնայինք նվեր առնելու։ Ես ինչ իմանայի, որ սենց կստացվեր։ Լավ, հանգստացի, անպայման կգտնենք։ Մենք դասարանում ման ենք եկել, չենք գտել։ Ես հաստատ հիշում եմ։ Դրեցի պայուսակս, որ գնայինք նվեր առնելու։ Բայց ես արդեն ասեցի որտեղ փնտրեք։ Լիկա կլինի դու սուս մնաս։ Քեզ ինչ եղավ։ Լավ, երկուսդ էլ լռեք, հա, մեծ մարդիկ եք։ Միս Մանուկյան, ես կարող եմ մի րոպեով դուրս գալ։ Ինչ ա եղել Լիկա։ Ոչ մի բան, ուղղակի մի րոպեով դուրս գամ ու արագ հետ գամ։ Լավ, մենակ արագացրու, հա։ Արմինե ջան, ուզում ես դու էլ գնա հանգստացի արի։ Աստղիկ ջան, կուղեկցես։ հա, իհարկե։ Пиццальная.
Մաման տարած գրշան։ Ինչ ես ուզում։ Ինչ պետք է ուզեմ։ Էն էլ ձեզանից։ Ինչ ես անընդհատ ակնարկում, ինչի մասին ես խոսում։ Լավ չես, Աստղիկ ջան, քեզ ինչ եղավ։ Կախո դու ես ինչ որ բան կորցրել, ասենք ուղեղդ։ Մանարի կարող է գտնես։ Լիկա, դու շատ լավ հասկանում ես, թե ես ինչի մասին եմ խոսում։ Ինչ ես ուզում ասել։ Ուզում ես ասել, որ այդ գումարը Լիլիթն է գողացել։ Տես է։ Ես էլ հո անունը չտվեցի։ Քո մտքով էլա չէ իր անունը անցել։ Ուրեմն մի բան կա, որ բոլորիս մտքով հենց Լիլիթն է անցնում։ Լիկա, Լիլիթը գող չի։ Ավելի պայծառ իր համար, Աստղիկ ջան։ Ու հերիք հա գնաս գաս Լիլիթին կպնես։ Հա, փաստորեն քեզ թվում է, ես այդքան պարապ եմ։ Գիտես ինչ, զարմանում եմ, դուք քույրեր եք, հորեղբոր աղջիկներ եք, բայց ծայրահեղ տարբեր։ Գոնե մի քիչ օրինակ վերցրու էլի քրոջից հետ։ Սուս մնա։ Մյուս անգամ տենց բան էլ չասես։ Գիտես ինչ, երբ որ այդ գումարը գտնվի, այդ ժամանակ մենք իրար հետ կխոսենք, ու ես քեզ կասեմ։ Ես քեզ կասեմ, քեզ կզգուշացնեմ, շատ վախեցա։ Դե լավ վերջացրու։ Դե քիչ ա մնացել։ Մամ, ասեցի չեմ ուզում։ Ես վիրավոր եմ, ոչ թե սոված զինվոր։ Դու պիտի հիմա շատ ուտես, որ շուտ վերականգնվես։ Մամ ջան, ես քո սարկասները շատ եմ սիրում, գիտես։ Կուտեմ, բայց թող Լիլիթը գա հետո։ Բալես Լիլիթը այսօր չի գալու։ Դե այդ երեխան էլ ամեղք։ Դպրոցից հոգնած գալիս է քո մոտ, հետո վազելով գնում է տուն դասերն անում, այսօր թող հանգստանա։ Սեշիլնի եմ։ Ինչ նկատի ունես։ Դե այն նկատի ունեմ, որ բանակում էի անընդհատ ձեր մասին էի մտածում։ Իսկ հիմա եկել եմ, արդեն ձեր կողքին եմ։ Նենց մի քիչ թույլ եմ, բայց ձեր կողքին եմ։ Իսկ Աբելին շատ կա։ Ես էլ էի այդ մտածում։ Բայց Լիլիթը խելոք աղջիկ է։ Աբելին էլ լավ ենք ճանաչում, գիտես, թեկուզ հեռվից, բայց իր քրոջը միշտ կօգնի։ Բայց դե ամեն դեպքում Լիլիթը մենակ է։ Գոնե մայրը կողքին էր։ Դե այդ ինչ դժբախտություն եկավ այդ ընտանիքի գլխին։ Ճիշտ ես, բայց ինչ եղել է։ Հիմա կարևոր է երեխու կողքին լինելն է։ Լիլիթը համար է փոխանցել, որ քեզ տամ։ Ո՞ւմ ես սպասում, ասա գնացեմ։ Շատ վատ բան ստացվեց։ Հա, իսկապես շատ վատ բան ստացվեց։ Ուզում էին իրենց մամային անակնկալ անեին։ Կարող եմ մի բան մտածենք օգնենք Արմինեին։ Երեխեք, եթե մենք նույնիսկ գումար հավաքենք ու տանք Արմինեին, ինքը չի ընդունի։ Հա, ես էլ եմ այդպես մտածում։ Բա ինչ անենք։ Եթե դասարանում լիներ կգտնեինք։ Նայել եք, չէ։ Հա, մենք տղերքով միջանցքը նայել ենք, չկա։ Այնքան էր նեղվել, անընդհատ լացում էր։ Բա հիմա ուրա։ Քույրն էր զանգել դուրս եկավ խոսի։ Հեսա կգա կտեսնենք ինչ էր ասում։ Իսկ ինչ ուրախություն է։ Դե քանի որ մեր մոտից բան չի կորել, դրա համար ուրախ ենք։ Դե իրանց մեր դասարանի խնդիրները չի հետաքրքրում։ Երեխեք, նոր քրոջս հետ խոսեցի։ Ասեց, որ գրքերիս հետ հանել եմ։ Մնացել է դարակիս վրա։ Արմինե, սպանելու ենք քեզ։ Ինչ լավ է, Արմին ջան։ Մայրիկի տանակնկալը կստացվի։ Համեր համոզվեցինք, որ մեր դասարանում գողեր չկան։ Բոլորիցդ շատ շնորհակալ եմ։ Չեք պատկերացնի ոնց ուրախացա։ Չէի կարողանում նույնիսկ դասի նստել։ Կներեք, բոլորիդ խառնեցի իրար։ Կարող է երեխեք գնանք բուֆետ։ Հա, սոված ենք։ Դու բան չունես ասելու։
էլ պրավուկա չկա։ Ինչ ա եղել, Աստղիկ։ Ինչ ես ուզում որ ասեմ։ Դե քեզանից ներողություն խնդրելը հիմարություն կլիներ, բայց դու կարող ես սխալը ուրիշ կերպ ուղղել։ Ինչ սխալ։ Կամ ինչ ներողություն։ Ումից պետք է ներողություն խնդրեմ։ Դու մարդուն մեղադրել ես մի հանցանքի մեջ, որը նա չի արել։ Հիմա չի գործել, վաղը կգործի։ Լիկա ամոթա, չես ամաչում, մի հատ քեզ նայի էլի։ Լավ չես, Աստղիկ։ Ինչեր ես խոսում։ Գիտես, ես ամաչում եմ, որ քեզ հետ նույն դասարանում եմ սովորում ու հաստատ գիտեմ, որ շատերն էլ են ինձ նման մտածում։ Դե գնա ու քո նմանների հետ շփվի, մեզանից ինչ ես ուզում։ Դե իհարկե, քեզ շատ կլիներ, որ մենք քեզ հետ շփվեինք, եթե քեզ թվում է, որ քո փողերն ու մի քանի շորերը քեզ մեզանից վեր կարող են դասել, դու շատ սխալվում ես։ Աստղիկ ջան, չգիտեի, որ քեզ ընկեր Մանուկյան են ասում։ Ոնց որ սկսել ես իրա նման խոսալ։ Հա, ու մնում էր, որ դու գլխիս քարոզներ կարդայիր։ Ես ուղղակի խղճում եմ քեզ։ Կլինի դուք ձեր մասին մտածեք։ Ես ոչ մի խնդիր չունեմ։ Ու հերիքա նախանձեք։ Լիկա, գոնե հասկանում ես, որ մի մտերիմ ընկերել չունես, որ նեղ պահերին քեզ օգնության հասնի։ Էն էլ գիտես ինչի համար ես շփվում, որ քեզ նման գլամուրնի երևա։ Դուք ուղղակի մեղք եք։ Մեղքը դուք եք։ Դուք չգիտեք, մեզ հիմա չեպե պետք չի։ Ինչ եք ինքնագլուխ բաներ անում։ Սետո, բայց մերոնք տեղյակ չեն ըսկի եղել։ Դու ինքներ տեսակ։ Ոչ խառնվել ենք, ոչ բան ենք արել։ Ձերոնք։ Խի Արսենը ձեզանից մեկը չի։ Արա ինչ եք տվել այդ տղուն, որ չեք կարող առնեք։ Աբիժնիկ եք։ Սպասի ապել պետք չի տես մի անգամից։ Հերթով։ Մենք սաղս էլ գիտենք, թե ինչա կատարվում։ Ու հանգարց ինչ-որ մեկը եթե սխալ բան անի, պատժելու ձևներ գիտենք։ Բայց պետք չի տենց։ Պետք չի, որ մի հոգու համար պատժվեն սաղ տղեկ։ Սեթո, տղեկը տեղյակ չեն։ Հա գիտեմ հիմա մտածում եք ես եմ սարքել, սաղը թե գիտեք իմ ու Արսենի հարաբերությունները ոնց ա եղել։ Բայց ես կապ չունեմ։ Սեթո, դու գիտես, քո ասած իմ համար մեծ նշանակություն ունի։ Ու քո ասելուց հետո ես ինձ թույլ չեմ տա ինչ-որ բան ավելացնեմ կամ ինքնագլուխ անեմ։ Ես այդքան գլխիցս զեր չեմ քաշել։ Դու ոնց ես։ Լավ է։ Դու խոտ չգցես։ Սաղ պատասխան եմ տալու։ Գտնելու եմ դրանց։ Պատասխան եմ տալու։ Համ անողները, համ ուղարկողները։ Ալո։ Էնում եմ լսում, էնում ախպերնա։ Նոյ դու ես։ Հապայելովը։ Դե զանգից չէի սպասում, մտածում էիր անհասանելի եմ կամ են ռադիոծասկույթից դուրս։ Ոնց ես ապեր։ Ես լավ եմ Աբել ջան։ Ստե մաման ու Լիլիթը նենց են ինձ նայում, որ ուզում եմ հետ գնամ բանակ։ Ես ինչ աղուր զանգեց իր տեղը չէի գտնում։ Ոնց կուզենայի հիմա կողքը տնեի ապեր։ Ելով կմտածեր, որ հերոս կդառնաս։ Մեր մոտ աղջիկ էիր կապում իսկ սահմանի վրա հերոսություն ես անում։ Լավ էլ մի սկսի։ Դու ասա տենան ինչ կա Աբել ջան։ Վիճակը ոնց է տեղ։ Ինչ ասեմ, սա գիտես ապեր։
ախպերս մտածեցի կարող է քեզ մի քիչ ուշ տենամ։ Դրա համար ասեցի զանգի մեռախոսով խոսանք։ Մինչև դուրս գրվեմ առաջինը գամ քեզ տեսակցության։ Ճիշտ է։ Սա ճիշտ է նույնը։ Կխոսանք։ Գիտես ուզում էի Լիլիթի մասին խոսանք։ Չեմ ուզում երեխեն։ Անկարծ չմտածես որ գրեչ չեմ կարող օգնել։ Գիտեմ Աբել ջան, գիտեմ։ Ուղղակի դու կարաս հույսդ լրիվ իմ վրա դնես։ Կապ չունի թե դու որտեղ ես։ Ու դու միշտ մեր հետ ես իմացի։ Այո։ Դու չման մի ասես շատ լավ գիտեմ դու ով ես։ Տենա հենց ոտի եմ կանգնում, առաջինը գալիս եմ քո մոտ։ Ու դու ինձ պետք է լավ դիմավորես, եղավ։ Դες անկարծ երկար սրոկով չգաս։ Բայց մենք ասպասում։ Դե լավ եղի կխոսանք։ Ես էլ սենց Աբել ջան։ Մի օր ես ամեն ինչի վրա իսկականից ծիծաղելու ենք։ Երանի այդ օրը շուտ գա։ Յա, Հակոբ, բարև։ Գիտեի որ քեզ այստեղ եմ գտնելու։ Մենք սենց չէինք պայմանավորվել Աբրահամ։ Գիտես ինչքան ժամանակ է քեզ ման եմ գալիս։ Դրանք ինձ պետք չեն, ձեզ են պետք։ Այդ նկարները Այ հիմա նստի Հակոբ ջան, նստի հասկանանք ինչ ա եղել, ինչ է սենց բորբոքված, ինչ ա պատահել։ Մի հատ մեր սեղանի խմիչքը թարմացրեք, հա։ Դե հիմա ասա, ինչ ա եղել, ինչ ա պատահել, ինչ է սենց բորբոքվել։ Լսի դու արվեստագետ տղա ես, ինչ է սենց բորբոքվում, հա։ Լիլ, ես գիտեմ, որ դու ցույց չես տալիս, բայց Լիկայի պահվածքը քեզ վրա շատ է ազդել։ Բացարձակ։ Լիլ, լավ էլի, գոնե ինձ մի խաբի։ Չէ, լուրջ, կարող է չհավատաս, բայց իմ վրա էլ ոչինչ չի ազդում։ Մի տեսակ շատ անտարբեր եմ դարձել։ Էլ առաջվանը չեմ։ Նայում եմ մարդկանց ու հասկանում, որ իրանք չգիտեն ինչա կորուստը։ Ու չգիտեն որն է իսկական նեղվելու, տառապելու առիթը։ Ինքը չի հասկանում, որ գումարի կարիք ունենալը դեռ չի նշանակում, որ մարդունակա գողություն անելու։ Այդպես մտածելն ուղղակի ուղեղ չունենալը։ Իսկ անուղեղից նեղանալը ախր դուք հարազատներ եք, չէ։ Դա կապ չունի։ Լիլ, ոնց կապ չունի։ Լիկայի հայրը քո հորեղբայրն է, չէ։ Մեր հարևան Հակոբն ինձ ավելի հարազատ է։ Վայ, Լիլ։ Իրականում արյունակից լինելը դեռ չի նշանակում հարազատ բարեկամ լինել։ Հա, ես քեզ հետ համաձայն եմ։ Բայց չի ցավա, չէ։ Չէ, չեք էլ զգա։ Օ, իսկականից։ Ձեզնից առաջ մեկ արել էր, անես ցաված, մի 4 տեղից ցակեց։ Բայց ես առաջ չեմ տեսել ստեղ։ Ես այստեղ չէի, արձակուրդից նոր եմ վերադարձել։ Ես էլ զարմացա ոնց կայի սիրուն աղջիկ տենայի ու չհիշեի։ Լավ, ես գնամ, քիչ հետո կմոտենամ, ընթացքին հետևեմ։ Լավ, մերսի։ Ես տեղ պարկած եմ, խելոք, ոչ մի տեղ չեմ գնում, անամպեր սպասում եմ ընթացքին, որ գաք հետևեք։ Ինչ ման։ Չես կարողանում, չէ՞ քիչ խոսել։ Ինչ վատ բան ասեցի։ Սիրուն աղջիկեր կոմպլիմենտ արեցի։ Սիրուն աղջիկեր, բոլորին, չէ՞, բոլոր աղջիկներին։ Հա, բոլորը անխտիր սիրուն են։ Ոայ, լավ էլի, սուս մնա։ Ալո։ Հա, կառան։ Հիմա էլ կառ ենք պարածնելու։ Հա։ Հա, սիրուն աղջիկ։ Չէ,
Ամեն ինչ նորմալ է։ Արդեն լավ եմ։ Դե տեղս գիտեք, ոչ մի տեղ չեմ փախնելու։ Եթե ուզում ես, կարաս գաս տեսակցության։ Անհամբեր կսպասեմ։ Պակա։ Բանը իր ասում եմ։ Հեչ, մտածում եմ, թե ես ինչ տղա եմ ես դաստիարակել։ Անամոթ ու լկստված։ Սկսենք նրանից, որ դու ես մեղավոր։ Համել դու պետք է ուրախ լինես, որ քո տղում այդքան շատ են սիրում աղջիկները։ Սիրո պակաս չունես դու։ Այդ միանշանակ։ Այ հիմա ասա լսեմ, հասկանամ, ինչ ա եղել, ինչ ես են ջղայնացած։ Դու ինձ ասել էիր, որ շտապ եմ։ Ես շտապել եմ։ Ժամանակի շուտ ավարտել եմ կտավները։ Բայց այդ շատ լավ լուր է, Հակոբ։ Բայց մենք ինչ-որ բան էինք խոսացել։ Դու ինձ բան էիր խոստացել։ Ես։ Փողի համար մենք արդեն խոսացել ենք, ամեն ինչ հասկացած է։ Էլ ինչ-որ բան կա, Հակոբ։ Փողը չկա։ Լսի, կլինի, դու հանգստացի։ Աբրահամ Սիմոնովիչը եթե ինչ-որ բան է խոսք տվել, Հակոբ ջան, ինքը միշտ կատարում է իր խոստումը։ Դու ասեցիր ստեղծագործել ավարտել ես։ Ավարտել եմ։ 5 կտավն էլ պատրաստ են։ 5-ն էլ պատրաստ է։ Ոնց խոսացել էինք։ Այդ շատ լավ է։ Հակոբ, իսկ ոնց կարանք ստանանք այդ 5 ստեղծագործությունը, որպեսզի դու էլ քո փողերը ստանաս։ Տանն են։ Եթե կսպասես կգնամ կբերեմ։ Բայց ինչ ծիծաղելու եք դուք արվեստագետներդ։ Լսի 21-րդ դարն է։ Ինչ է նշանակում գնամ, բերեմ, սպասես, ես տանեմ, բերեմ։ Տունը ոչ ոք չկա։ Ասա թող տաքսիով ուղարկեն, իսկ մենք այդ ընթացքում հանգիստ կնստենք, կշփվենք, կխմենք, ու դու մի փոքր նյարդերդ կհանգստացնես, հը? Կինս տանն է։ Ես հեսա կզանգեմ, թող ուղարկի։ Գնա, բեր մեր ուզածը, բեր տենանք ինչ չենք անում քեզ, խուդոժնիկ։ Ես հասկանում եմ, որ դու քեզ շատ լավ ես զգում, բայց արի նստի մի ջղայնացրուն, ցերիկա ոտքի վրա մնաց։ Ման ջան, ես ինձ շատ ավելի լավ եմ զգում։ Գնա բժիշկներին ասա, որ ես ուզում եմ դուրս գրվեմ։ Նստի մի ջղայնացրու ինձ։ Մամ, երդվում եմ, ես ինձ շատ լավ եմ զգում։ Ես հասկանում եմ, որ դու քեզ շատ լավ ես զգում, բայց նստի ու դուրս գրվելու մասիդ խոսք չկա։ Ձեզ լավ է։ Շատ։ Տեսար ինչ արագ ստացվեց, Հակոբ ջան, իսկ դու ասում էիր։ Հա, լավ միտք էր։ Լրիվ, հա։ Հա, ոնց պայմանավորվել էինք։ Ապրես։ Քո հետ շատ հաճելի է աշխատել, քո հետ կարելի է մեծ գործեր բռնել, Հակոբ։ Բայց վախենում եմ էլ չստացվի։ Ինչի՞։ Վախեցար, հա։ Լսի, դուք արվեստագետները շատ հետաքրքիր եք, որ շատ փող եք ստանում, որ զգում եք այդ փողը ձեր ձեռքերում, չեք կարողանում աշխատել, չեք կարողանում ստեղծագործել։ Ես հասկանում եմ, որ արվեստագետը պետքա սոված լինի, որ կարողանա ստեղծագործել ու շեդևրներ ծնել, բայց ինչի՞ է տենց, փողը մուսային նեղացնում, հա, Հակոբ։ Չէ, խնդիրը այլ է, ուղղակի լավ, ինձ դա հետաքրքիր չի։ Այդ քո որոշումն է, ոնց որոշեցիր, ես կհարգեմ այդ։ Բայց իմացի, որ եթե հանկարծ ինչ-որ մի բան փոխվի, իմ համար ունես, զանգում ես ու ստանում ես նոր պատվերներ։ Լավ։ Այդպես լավ կլինի բոլորիս համար։
Շատ լավ։ Լավ, ես գնամ, Հակոբ ջան, մի փոքր հանգստանամ, համել նկարները պետքա հասցնեմ շտաբ։ Նոր եմ եկել Մոսկվայից, մի փոքր պետքա խելքի գամ։ Իսկ դու հանգիստ եղիր։ Պատկերացրա, որ գումարը քո գրպանում է, այդքան վստահ եղիր։ Լավ։ Աբրամ։ Հա։ Դա գումար է։ Վայ։ Հակոբ ջան, որ ասում եմ խառնեմ, չես հավատում։ Իհարկե, այս վերցրու, ոչինչ որ լրիվ չի։ Ուղղակի մոտս ուրիշ փողա չենք պետքա մտնեմ։ Էդ էլ քեզ առիթ նոր հանդիպման համար, Հակոբ ջան։ Այս վերցրու, ես նկարները տանեմ հասցնեմ։ Դե չեղած տեղից էլի բանը։ Մնացածն էլ հետո կլինի։ Չի խափի։ Հաստատ չի խափի։ Ոնց կխափի։ Ես իրանց պետք եմ։ Էստեր։ Հա Հակոբ ջան, նկարները նորմալ հանձնեցիր, ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ լավ է, Էստեր։ Հանդիպեցինք, պայմանավորվեցինք։ Ամեն ինչ լավ է, այսօր դատարկ չեմ գա։ Դե լավ է, բա ասեցիր էլ վերջ։ Հա, վերջ։ Ամեն ինչ շատ լավ է, ուղղակի մի փոքր խնդիր կա, կգամ տուն կխոսանք։ Լավ է որ գալիս ես, որովհետև բժշկի հետ պայմանավորվել է երեխու համար։ Լավ է որ գալիս ես ու բերում ես։ Դե սպասում եմ։ Դե մի բաժակը չի խանգարի։ Կներեք։ Չէ, սենց չի լինի։ Ես հիմա պետքա Եվայի կողքին լինեմ։ Պետքա Ալինայի հետ խոսեմ։ Ու ամեն օր թողնում եմ վաղվա։ Ու սենց ինչքան։ Բալիկան, Բարամը։ Լսում եմ։ Ով։ Հա։ Լավ։ Ես էլ մտածեցել չես զանգելու։ Լավ, շատ լավ։ Դե գիտես տեղս։ Հա։ Այ տեսնենք ինչ նորություն ունես։ Էստեր, դե վերցրու։ Դե։ Արդեն մտածում էի, որ տեղս մոռացել ես։ Կներես, որ ուշացա։ Ոչինչ, ինչ որ բան կուզես։ Չէ, շնորհակալ եմ։ Դե ասա տեսնեմ ինչ կա։ Հուսամ լավ լուրերով ես եկել։ Անհամբեր սպասում էի։ Դու գիտես, որ ես ամեն հնարավոր տարբերակ գործի եմ դրել։ Գիտեմ, դրա համար էլ քեզ եմ դիմել։ Բարդ հավաք։ Բարդ է։ Այդ տղու վիճակը իրոք ծանր է։ Ու լիքը մարդ կա, որ ուզում է Աբելին ազատության մեջ չտեսնի։ Ու հենց քննիչը հերիք է,
որ աբելը փակված մնա։ Ու տես լուրջ է, հա? Հնարավոր չի ինչ-որ ձև պայմանավորվել։ Դե կա մի տարբերակ, բայց չգիտեմ քեզ դուր կգա թե չէ։ Չէ, ասա։ Մի մարդ կա, որ ես գործը կանի, ու մաքուր կանի, որովհետև իր խոսքը շատ բան կարա փոխի։ Ով է։ Դու ճանաչում ես իրան։ Ինքը մի ժամանակ ուզում էր քո բեկներից մեկը առներ, բայց դու չտվեցիր։ Իզուր ես դրան խառնել։ Ուրիշ ձև չկա։ Ավակ, ես շատ խառը գործ է։ Եթե ուզում ես այդ տողուն հանենք, ուրեմն պետք է համաձայնես։ Չէ, ես չեմ կարող։ Ինքը գիտի թե ինչ է ուզում։ Ին հաշիվները չի մոռացել։ Դե չէ, ավելնորդ բան չի խոսացել։ Մենակ ասել է, որ այդ գործը կանի, բայց իրա պայմանով։ Ու պայմանն էլ իրա ուզած օբյեկտն է, չէ։ Հիմա ինչ ավակ, ինչ ենք անում։ Ուզում ես ավակ, մի քիչ մտածի։ Ծանր ու թեթև արա, նոր պատասխանի։ Չէ։ Ես նման քայլի գնալ չեմ կարող։ Չգիտեմ, մտածի։ Այսինքն ասում ես հետ կանգնի։ Չկա ոչ մի պայմանավորվածություն։ Ոչ մի բան չենք անում։ Եթե ուրիշ ձև կա, արա։ Ոնց ասես։ Բայց հավատամ, միակ ռեալ տարբերակը դա էր։ Ասեցի վերջ, ես չեմ տալիս օբյեկտը։ Խառնի մենոնց, մի բան արա։ Մի ելք գտի։ Ինչքան փող ուզում են տուր։ Նեղացնում ես ավակ։ Դու գիտես, որ ես ամեն ինչ կանեմ, ու քո արած բոլոր լավությունները շատ լավ հիշում եմ։ Ամեն ինչ իր գինն ունի։ Ավելի գործը պետքա գլուխ բերվի։ Ուրիշ հարցեր կան։ Չէ, ես էր։ Դե ազատ ես։ Դե լավ, ես կզանգեմ։ Ես էր ձեռի խաղալիքը չեմ դառնա։ Ոչ մի օբյեկտ։ Ոչ մի օբյեկտ։ Ինչ եմ անում, խղճից չի նստում, չէ անցի ավակ ինքնասիրությամբ վրայով ու համաձայնվի, սաղ կյանքսըտ երեխեքի համար բան չեմ արել, հիմա ունեմ այդ հնարավորությունը փոխելու ավելի կյանքի ընթացքը, չէ ես պետք է համաձայնեմ ու դրանով քավեմ իմ ու աղբորս մեղքեր այդ երեխեքի առաջ, պետք է անեմ, ու կանեմ։ Հետարի օֆիս, հա հենց հիմա։ Այս ոնց ես եկել։